Ասես չեղավ է, թարնան տղեն մեր ձերից գնում է։ Վարկար հանգիստ, դու հանգիստ։ Այս աղաչկա թող արել է։ Ոչ տաննա մի բանի պետք, ոչ էլ դրանը։ Դու էլ հանգիստ Պետո ջան, մի բան կանենք։ Այ Արշու ջան, դու որպես բազմաշենի գյուղապետ, այս հարցին ինչ լուծում ունես։ Նախ պիտի հասկանանք ինչն է պատճառը։ Դու պատճառը չգիտես։ Այնա ինչ բժշկուն սիրահարվեց։ Լեռնաբերդի։ Դու ասա Լեռնաբերդից ով ախեր տեսել է, որ մեկ տենանք։ Ասում եմ, տղա ջան, Գուգո ջան, դե հիմա ինչ որ է, անցել գնացել է։ Ասում է չէ հերա, դու հսկանում չես։ Ինչ Գուգո ջան, ինչ տղա ջան է։ Մի վզակոտ ինտորստիան մինչև սևակար հասնի։ Մարգար։ Ասեցի հանգիստ։ Բայց ճիշտ ասեմ է։ Այս հարցը ջանջիկերով լուծողը չի։ Հա, բայց ինչի լուծվող չի, հե, մի հատ կարած ինձ բացատրես։ Սարքել եք Լեռնաբերդի գեղամեջ այ մարդ։ Վազգեբից, հա։ Հələ դու ասա, խելքդ ինչ ա կտրում։ Պետո ջան, տղետ պսակելու է։ Տարիքն էլ եկել ու անցել է։ 25 տարեկան է։ Հերու մի ցլիկ ունեի։ Արշու, հիշում ես։ Շշացել էր։ Ամարդու մոտիկ չէր թողում։ Ոչ արածը մեր, ոչ էր ջուրն էր կնում։ Մարգար, խոսքը տաղուս մասին է, ոչ թե։ Պսակի տղու, Պետո ջան։ Կարապետին 3 լավ աղջիկ ունի, որին էլ ուզեք չեք փոշմանի։ Կարճ ասած, Գուգոյին կնիկա պետք էլի։ Մամա չպահես, ես գնում եմ։ Հա, ուր ես գնում այդ աղա։ Չգիտեմ, բայց ես պսակվողը չեմ։ Հեն էլ Կարապետի աղջկեքի հետ։ Հա, դե դու էլ ոչ հասիր Գուգո ջան։ Հո երեքի հետ էլ միաժամանակ չես պսակվել։ Մամա, ոչ հերթով, ոչ միաժամանակ, ոչ էլ ընտրովի, հասկացաք։ Այ դե լավ էլի, Ազգեն Բիձեներ հիմա մեծ մարդաբաներ ասեց։ Հերդ էլ հո այսօր չի գրալու այդ Կարապետի աղջկան բերի տուն։ Հա դու մարդուդ ոնց որ լավ չես ճանաչում, հա։ Չգիտես որ մտքին դրեց կանի։ Այդ ես հեչ, հա։ Այդ իմ կարծիքը հեչ։ Դու ինձ վստահի։ Գուգո։ Պետո ջան, այս հարցով զբաղվի։ Եթե պետք է, Կարապետի հետ խոսեմ, որ հանգարց չեմ ու չում չանի։
Էն իտակուն տեղը բարել կգա։ Ես որպես գերապետ հետը կխոսեմ։ Չէ, պետք չի։ Ինչա ես իմ տղու համար մի աղջիկ չեմ կարա ուզեմ։ Ակրոշյան, գարողնակ։ Հաջողություն։ Հաջողություն։ Սակարով ջան, հաջողություն։ Հաջողდეს, համեցեք։ Էլի համեցեք։ Հաջողություն։ Հաջողություն։ Հա։ Որոշված է։ Հելենային չապեր էր քո համար։ Գարո ապեր, արի թելո։ Արի մեռեմ ճայն։ Ար օգտվի։ Օգտվի էլ տենանք ինչ ենք անում, քոման անուշ խոտեմ հենց որ քոնման եղնիկը ձմեռը սովակ չմնա։ Դու սուս հələ դու այսօր շատ ես կերել։ Վա։ Ամեն ինչի։ Կարո ես ամուսնացողը չեմ։ Արա որ դու գիշ չես, արա նենց արիս խոտը կայնավ խեղճ եղնիկի կոկորտին, արա։ Թելո ջան կներես։ Ես չեմ ամուսնանալու, եղավ։ Այդ քո այդ տենց սաղ ուզում էին ամուսնան, այն դու էլ հոժար չես, այ ինչ ա եղել, արա։ Հենա, տունը որոշել են։ Հերդ էլ էր ընդեղ։ Ինչ են որոշի, արա։ Որ ինձ պսակելու են Կարապետի աղջիկերքից մեկի հետ։ Որ մեկի հետ, պաճուրի։ Որ ասեմ տարբերություն չկա իրանց համար կհավատաս։ Ա Գուգո ջան իրանց համար տարբերություն չկա, բայց քո համար էլ չկա, ախպեր։ Տա Գարո ջան, իմ համար տարբերություն կա։ Էդ այնա որ ես պսակվողը չեմ։ Հա Կարապետի աղջիկներն էլ նենց ընկել էին հետևից հետ ասում էին Գուգո արի ամուսնանանք, հա։ Էդ ինչի որ ես ուզեմ, ինձ չեն ուզի, հա։ Տոն չի մա քեզի պետք է ուզեն, արա, քո այդ ամուսնացողը ով պետք է լինի։ Հա։ Ավելի լավ։ Ինձ էլ պետք է։ Ա Գուգո ջան, դու որ քեզի հանգիստ պայես, ա հերդ հետևից չի ընկնի, հա։ Ախպերական քեզի հանգիստ պայ, ինձ մի ներ։ Ախպորպես թելոյդ կերակրի, հա։ Յա, նորապես, հա, ես ինչ կա, Էդ իմ հետ ես։ չհասրեցիր էլի, չհասրեցիր, Ինչը չհասցրեցի, Մարգար քեռի։ ընկերոջդ հարսանիքի ազատ բաշին ունես, Մարգար քեռի, ես ամուսնացողը չեմ։ Էն էլ Կարապետի աղջիկա հետ։ հա, Կարապետի աղջկան չես ուզում, դու քեզ մի աղջիկ գտի, Ասացքի չի բաշարը միրա համար մի շան թուլա քտնի հայրիկ լավ էլի։ հա, դու սուս է, քո արասները ինչա մոռացել եմ, հա, հայա լեռնաբերդից մի հարս էիք բերում, դու մեր հետ, Հալը ես լեռնաբերդից էի բերում, ասա լրի վերևաններն էր ընկել։ հա, վերջ դուր է, դու տուն գնա, Գուգո, գնա հորդ ասածը լսի, դու ինքնուրն աղջիկ ճարողը չես, Ես։ Կճարեմ կտենակ։ Գուգո հանգստացի, Գուգո կանգնի, Գուգո ներվայնանում եմ։ Արա չափդ մի անցի է, Գուգոյի օրինակը քեզ դասը լի, Գարո տղա, եթե շուտ մի կայքին աղջիկ չբերեցիր, Կարոյի աղջիկներից մեկին էլ ես եմ բերելու տուն, Բա մամա։ Արա, ես ու իմ համար չեմ բերելու, հա քո համար եմ բերելու, Կրակ են ես լակոտները, մեծացել են խեկները ջարտուտի ճամփ են թողել, Արա դե ներվայնանում եմ էլի, աթե ներվեր ես հատը մա իմ արև, արա։ Արա թելո ջան ես ինչ են ուզեմ մեզնից, ա։ Սաղ քիչ են հմի էլ հայրիկ, ա։ Ջանա։ Դու կեր անուշ արա։
Ասում եմ Վազգեն Բիձեն։ Ես շատ լավ լսեցի, ինչ ասեց Վազգեն Բիձեն։ Ճիշտ է դա։ Բա դու տղուտ հարցրել ես։ Այդ էր մնում պակաս մի հատ էլ դրան հարցնեի։ Ամբողջ գեղով մեկ հայտարակ արեց։ Այ մարդ ինչ արե, մերեխեն քեզ ու քո գեղին է։ Երեխուս մոտ դեպրեսիա է։ Տեսած բացրիկ էլի ձեր այդ խզիկ բարերով։ Դեպրեսիա։ Չէ մի ստրեսի մեջ է։ Տղամարդ չի։ Այ պետո ջան, տղամարդերն ինչ կապ ունի է։ Հիմա դու ստիպելու ես, որ այդ երեխեն ամուսնանա։ Հա, ստիպելու եմ։ Ու Կարապետի միջնեք աղջիկա հետ էլ ամուսնանալու է։ Այնա, Կարոյինը զանգել եմ ասել են, որ իրիկունը գալու ենք, սպասի մեզ։ Այ մարդ, դու ես ինչ ես անում։ Ամուսնանալու է ու վերջ։ Այդ իմ վերջի խոսքն է։ Իրիկունը պատրաստ կլինես։ Հարց չկա։ Կգնանք Կարապետից տուն, կնստեմ ու էշ կխոսամ, որ ինձ աղջիկ չտան։ Յա, մի պր ուրիշ ժամանակ էշ ես խոսում այդ տղա։ Պապա, ես այդ աղջիկի… Էսի, ես բլուզդ կփոխես։ Այն վերջի զանգի կաշծումը կհանես, այդ ահակնելու։ Հանգստացի, բանես, հանգստացի, ես միչև իրիկուն կհամոզեմ։ Վախում եմ չկարեն ես։ Դե, ամուսնացնելու է, գիտեմ, է։ Գոգո, լսի, բանես, Որ աղջկան անդրել։ միջնեկին։ Այն էլ միջնեկին։ Դե գոն է միջնեկին։ Կանգնի, Գարո, տեղ կանգնի ասում։ Ինչ հելա Գուգո արա։ Լիլիթիս առաջին անգամ ստեղ ենք տեսել։ Արա Գուգո ջան մոռացի էլի Լիլիթին։ Բաները եղավ անցավ գնաց արա։ Այդ աղջիկը հիմի ուրիշի նշանացնա։ Գուգո։ Ուր արա, Գուգո։ Արա Արա ուր ես գնում, Մարոն։ Քաղաք։ Ուգո սպասի, այարա։ Գնում եմ Երևան։ Հա դու շաշ չես արա։ Ուզում ես հերդ Կարապետի միջնեք աղջիկա փոխարեն մեծին արա ուզի։ Այդ մեծը ինձանից էլ մեծ է։ Հա որ հորդ կատաղացնես, էդ էլ հաշվի չի առնի Գուգո։ Կարծում ես տենց բան կանի։ Բեթարն էլ կանի Գուգո։ Կարապետը մի հատ տանը մնացած քիր ունի։ Բա որ դրան բերի արա։ Ես չեմ մտածում, որ հերս տենց բան անի։ 100% կանի։ Գուգո, Ազիզ, կյանքիդ մեռնեմ։ Տես ասեցիր գնանք քշենք ցրվենք, գնացինք քշեցինք ցրվեցինք։ Արի հիմա հետ գնանք մեր գեղը էլի։ Ես էլ իր գունը կգամ ձեր հետ։ Հա բայց Կարապետի միջնեկին… Հա բայց ինչի՞ հիմա ես տենց ասեմ որ Գուգո ջան։ Խելոք աղջիկայի համար։